Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կնոջ եւ պետական պատվիրակության հետ միասին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։ Հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նախագահի պալատում ժամը 15:35-ին, որից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին անձնական հանդիպում կունենա Ալեքսանդր Վուչիչի հետ։ Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության եւ գործընկերության խորացման հարցերը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել։ Համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը կբացվի ուրբաթ օրը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով սա կարևոր համաձայնություն է, որը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Ինչպես նշել է Պակիստանի վարչապետը, գործընթացում կարևոր դեր են խաղացել միջնորդները։ Շեհբազ Շարիֆը հատուկ շնորհակալություն է հայտնել Կատարին որպես գործընթացի գլխավոր աջակից։ Նա նաև ընդգծել է Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի կարևոր ներդրումը համաձայնության ձեռքբերման գործում։ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։ Հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, Ստիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների այցը Մոսկվա, Կիևի կողմից Ռուսաստանի քաղաքացիական թիրախների վրա իրականացված հարվածները եւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով զրույցի ժամանակ Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ-ի նախագահի կնոջ Մելանիա Թրամփի դերը ռուս եւ ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու գործում։ Նրա խոսքով Թրամփը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար պատրաստ է ազդեցություն գործադրել ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի վրա, այդ թվում մեծ 7-նյակի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված շփումների ընթացքում։ Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները չեն փոխի Ուկրաինայի համար ռազմաճակատում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Կրեմլի տեղեկությամբ Ռուսաստանի նախագահը կրկին հայտարարել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանա հանդիպել իր հետ, պետք է մեկնի Մոսկվա։ Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ։ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ-ի նախագահին անվանել է հզոր եւ հաջողակ պետության բացառիկ առաջնորդ։ Նամակում ընդգծվում է, որ Թրամփը կարևոր դեր է ունեցել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման եւ խորացման գործում։ Ալիևի խոսքով Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպումից հետո սկսված գործընթացը եւ հետագայում ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան հարաբերությունները կհասցնեն նոր մակարդակի։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին այս գործընթացում անձնական ներգրավվածության եւ աջակցության համար, նշելով, որ ձեռքբերված համաձայնությունը նրա ամուր կամքի եւ վճռականության արդյունքն է։ Նամակում նաեւ ընդգծվում է Թրամփի դերը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում։ Ալիևի խոսքով Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը եւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահի ջանքերի արդյունքն են։ Ալիևը նամակում նշում է, որ մեծ կարեւորություն է տալիս Թրամփի հետ անձնական հարաբերություններին եւ բարեկամության ու վստահության վրա հիմնված համագործակցությանը։ Եվրախորհրդարանը ընթացիկ շաբաթվա ընթացքում կքննարկի եւ քվեարկության կդնի Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Բանաձևը ներկայացրել է Ռասա Յուկնևիչիենեն։ Փաստաթղթում ներառված է նաեւ փոփոխություն, ըստ որի եվրոպադգամավորների մի մասը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի 3 հեռուստաընկերությունների՝ ԻՄԵԴ-ի, Post-TV-ի եւ Ռուսթավի 2-ի նկատմամբ։ Բանաձևում նաեւ վրացական երազանքին մեղադրում են եվրոպական ուղուց շեղվելու մեջ եւ պահանջում անհատական պատժամիջոցների սահմանում։ Անցյալ ամիս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 53 կողմ եւ 14 դեմ ձայներով ընդունել էր Վրաստանի վերաբերյալ ներկայացված բանաձևը։ Ռասա Յուկնևիչիենեի կողմից ներկայացված փաստաթուղթը գնահատում են Թբիլիսիում։ Ընդդիմությունը կիսում է բանաձևի բովանդակությունը, մինչդեռ իշխող թիմը քննադատում է ներկայացված փաստաթուղթը։ Ռուսթավի քաղաքապետարանում մեկնարկել է «Կառավարիր քո քաղաքը» ուսանողական ծրագրի նոր փուլը։ Ծրագիրն արդեն 5-րդ տարին է իրականացվում Ռուսթավի քաղաքապետարանում եւ դրան մասնակցել է շուրջ 500 երիտասարդ։ Քաղաքապետարանի տարբեր ծառայություններում աշխատանքի են ընդունվել նախագծի ավելի քան 80 մասնակիցներ։ Նախագիծն իրականացվում է Ռուսթավի քաղաքապետարանի երիտասարդական քաղաքականության շրջանակներում եւ նպատակ ունի երիտասարդներին ներգրավել քաղաքի կառավարման գործընթացում, ինչպես նաեւ նպաստել նրանց մասնագիտական եւ կարիերային զարգացմանը։